Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գիրքը, այն կարդում էի իմ գիտական գրքերին զուգահեռ։ Դա էր պատճառը, որ մի քիչ երկար տևեց։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը։ Վստահ եմ, Հայաստանում մասնագետները հրատարակվելուց անմիջապես հետո կարդացած կլինեն այն, իսկ նրանց, ում հետաքրքրությունների շրջանակից դուրս է միջազգային հարաբերությունների մասին գիրքը, բայց շատ կուզեն իմանալ, թե ինչ է գրել մեր հարևան երկրի նախագահը, ասեմ, գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, Անվտանգության խորհրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու, կազմակերպությանը մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտելու մասին է։ Ըստ հեղինակի, աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ-ԱԽ մշտական 5 անդամների քմահաճույքին։ The world is bigger than 5։ Գրքում կան նաև տվյալներ մարդկության վիճակի մասին, օրինակ, որ աշխարհում 820 միլիոն մարդ սովահարության պայմաններում է ապրում, 260 միլիոն միգրանտ կա, ավելի քան 80 միլիոն բռնի տեղահանված, մոտ 25 միլիոն փախստական։ Գրքի վերնագիրն է A fairer world is possible, ավելի արդար աշխարհ հնարավոր է, գրել է նա։